Արուս Ասրյան, ծննդավայրը Լոռի 1903 թվական, մասնագիտությունը դերասանուհի, պատգամը մեզանից շատերն են գնացել, հայ բեմին նվիրված շատ տաղանդավոր դերասաններ։ Իհարկե տարիները կհոսեն, կգնան, կծնվեն նորերը։ Ուզում եմ, որ նորերը բեմը սիրեն այնպես, ինչպես մեր մեծերն էին սիրում, ինչպես մենք ենք սիրել։ Հայ բեմի նշանավոր դերասանուհի Արուս Ասրյանը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 26-ին Լոռվա աշխարհի Վարդաբլուր գյուղում, Հարությունի և Մաշոյի ընտանիքում։ Ասրյանների ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս, այնուհետև Սանահին։ Դպրոցում Արուս Ասրյանը աչքի ընկավ երաժշտական յուրահատուկ դսողությամբ և ասմունքելու կարողությամբ։ Ասրյանների ընտանիքում երգում էին բոլորը։ Աղջիկը դեռ մանկուց մորից էր սովորել «Մաճկալ», «Որսկան աղբեր», «Կռունկ ու ստիկուգաս» երգերը։ Ասրյան դերասանուհու բեմական արշալույսը զարդարված էր բացառիկ ու անմոռաց մի դիպվածով, որի մասին հիշողությունը մշտապես հուզում էր արտիստուհուն։ Թիֆլիսի Քրմոյան օրիորդաց վարժարանում գրել է նա, ուր սովորում էի 1919 թվականին, հոբելյանական երեկո էր կազմակերպված ի պատիվ Հովհաննես Թումանյանի գրական գործունեության 25-ամյակի։ Վարժարանի սաների ուժերով բեմադրվելու էր Անուշ օպերան։ Անուշի դերը հանձնարարված էր ինձ։ Երեկոյին ներկա էին Հովհաննես Թումանյանը և Արմեն Տիգրանյանը։ Ներկայացումից հետո ինձ մոտեցան նրանք, խրախուսեցին, ասացին, որ իմ տեղը թատրոնն է, վերջ։ Այդ երկու խոշոր արվեստագետների կարծիքը սրբություն էր ինձ համար, և այդ կարծիքը մեկ ընդմիշտ որոշեց իմ կյանքի ուղին։ Միակը, որ ապրեցին ու երկար ստեղծագործական կյանք ունեցան, Օլգա Գուլազյանը և Արուս Ասրյանն էր։ Նրանք սկսեցին այս սուբրետ կոչված թեթև չարաճճի աշխուժ աղջիկների դերերից հասան մինչև ողբերգական դերերի և համարյա այդ ընթացքում խաղացին բոլոր մեր դասականների գործերը Պարոնյան, Սունդուկյան և այդ երկարակեցությունը նրանց հնարավորություն տվեց տարիքային տարբեր հատվածներում կարողանալ տարբեր տարիքի հերոսիններ անձնավորել։ Ուրեմն սիրահար, քնքուշ, գեղեցիկ, լիրիկական հերոսիններից սկսեցին, եկան խարակտեր կանանց պարոնյանական և հետո ամենավերջը արդեն ողբերգականի մատույցները, որ Մարեն էր, Օր առանց արշալույսի, Մայրամուտի, հետո Հիշիր վաղվա օրդ, դրանք արդեն շատ ողբերգական նոտաներ ունեին իրենց։ 1929 թվականին դերասանուհուն հրավիրում են Գյումրու նորաստեղծ թատրոնում աշխատելու։ Արուսի բեմական կյանքում սկիզբ է դրվում մի նոր շրջանի, որը տևում է մեկ տասնամյակից ավելի։ Այստեղ Հակոբ Պարունյանի շողակաթն էր մեծապատիվ մուրացկաններում, որը դերասանուհուն հռչակ ու ճանաչում բերեց։ Ասրյանի լավագույն դերակատարումների մեծ մասը հանդիսատեսին է ներկայացվել նրա կյանքի ընկեր և ուսուցիչ, մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանի բեմադրություններում։ Ժամանակակիցների հավաստմամբ ինքնամփոփ, մեղմ ու սակավախոս դերասանուհին անհավատալի կերպարանափոխություն էր ապրում բեմում։ Տարիներ անց Վարդան Աճեմյանը հետևյալ տողերով պետք է բնութագրեր Արուս Ասրյանին։ Ես շնորհակալ եմ իմ թող թույլ տրվի ասել ռեժիսորական ճակատագրից, քանի որ ինձ բախտ վիճակվեց աշխատել ու ստեղծագործել սովետահայ թատրոնի բոլոր վարպետների հետ, նաև Արուս Ասրյանի։ Արուսին ես հանդիպեցի, երբ նա, ինչպես և ես, մեր բեմական առաջին քայլերն էինք անում, և քայլելով անցանք ահա 40 տարիների երկար ու ձիգ ճանապարհ, և այդ մեծ ճանապարհը քայլեցինք միասին և անբաժան։ Արուսը եղավ և իմ կյանքի ընկերը, այդ հասկացողության իդեալական ըմբռնումով։ Նա դարձավ իմ կյանքի և ստեղծագործական կենսագրության անբաժանելի մասը։ Ուստի երախտապարտ եմ նրան, շատ եմ երախտապարտ, եզակի դերասանուհուն, եզակի կնոջը։ Արուս Ասրյանը շատ հզոր դերասանուհի էր, շատ կոմիկական սուր զգացողություններից հետո, ասենք, Բաղդասարախպար Հրաչյանցյանի հետ Անուշ, ծիծաղ, կչկչոց, երգ, հանկարծ Գուրգեն Ջանիբեկյանի հետ Բրոուդի համերոց, դաժան, դալիճը հեկեկում էր, Ջանիբեկյանը դաժան, ագրի նման, այդ խեղճ կինը, տառապած կին։ Հետո հանկարծ մեծապատիվ մուրացկաներ,
Մինչև Գյումրիի պետական թատրոնում աշխատելը դերասանուհին խաղացել է տարբեր գործարանների թատերական խմբակներում։ Վաստակավոր դերասանուհու կոչում ստանալու առիթով Արուս Ասրյանը «Մեծ է իմ ուրախությունը» վերնագրով հոդվածում գրում է. Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 1923-ին Թիֆլիսի դրամատիկ թատրոնում։ Ես աշակերտել եմ լավագույն արտիստների, ինչպես օրինակ ժողովրդական դերասանուհիներ Արուզ Ոսկանյանին, Գուլացյանին, վաստակավոր դերասանուհի Մարի Բերոյանին եւ վրացական թատրոնի նշանավոր դեմքերին։ Արուս Ասրյանը անմնացորդ նվիրված էր թատրոնին։ Ես հիշում եմ, նա 2-3 ժամ առաջ ներկայացումից գնում էր թատրոն, նստում էր իր սենյակում հայլու առաջ եւ մտնում կերպարի մեջ, պատրաստվում էր ներկայացմանը։ Հիմա այդպիսի նվիրում չես տեսնի։ Ցավոք։ Հետագայում Վահրամ Փափազյանը մեր թատրոնի մարդիկ հուշագրությանը մեջ Արուս Ասրյանի մասին գրում է. Այս կինը բարձրարժեք դերասանուհի է եւ բեմարվեստի լավագույն ներկայացուցիչը։ Իր վաղ օրերին, երբ հազիվ սկսնակ մի աղջիկ էր Արուսը, ես հանդիպեցի նրան Թիֆլիսում։ Իմ հարաշարժ կյանքի ընթացքին դա մի բեղմնավոր կանգառ էր, երբ ամբողջ մի ձմեռ հարատև աշխատեցի իմ խնամքին հանձնված Վրաստանի դրամատիկ թատրոնի հետ, որի բազմախոստում հույսերից էր Արուսը։ Եզրափակում է խոսքը Վահրամ Փափազյանը։ Արուս Ասրյան դա էպոխա էր, դա մի ամբողջ հայ թատրոնի լավագույն դերասանների, դերասանուհիների, ինչ ասեմ, ծաղկաբույլն էր։ 1940 թվականը Արուս Ասրյանի համար բեկումնային տարի էր։ 1939-ին Մոսկվայում կայանալիք հայկական արվեստի 13-ի կապակցությամբ դերասանուհու ամուսնուն ռեժիսոր Վարդան Աճեմյանին հրավիրում են Երևան, բեմադրելու Ալմաստ օպերան։ Բեմադրությունն անցնում է հաջողությամբ, սակայն Աճեմյանին մերժում են Մոսկվա գնալ, պատճառաբանելով, որ նա Աղասի Խանջյանի բարեկամն է։ Ասրյանը գալիս է Երևան ամուսնուն մխիթարելու եւ այդ դժվարին պահերին վերջինիս կողքին լինելու համար։ Շուտով Արուս Ասրյանը աշխատանքի է անցնում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Ասրյանը մայր թատրոնում դարձավ պարոնյանական կերպարների լավագույն դերակատարը։ Զարմանալի բան էր, նրանց կարծես ամուսիններ չէին, կարծես իրարից ոչ մի տեղեկություն չունեին։ Ինքը դրսից էր իմանում, թե Աճեմյանը ինչ միտք ունի, ինչ է անում, ինչ չի անում, չենք հասկանում։ Աճեմյանը նրան մասնակից չի անում իր հաղացումներին, չի կարողանում հասկանալ, թե ինքը չի համարձակվում, այդ անդադ չհամարձակվել, այդ պատկառանքից զգացումը նա պահպանում էր Աճեմյանի հանդեպ։ Այդպիսի կին էր Արուսը, հազվագյուտ մի արարած, ինչ ասեմ, երգի մասին մի բան ասեմ, կար մի պիես ռուս մարդիկ, որտեղ հրամանատար էր խաղում Հրաչյա Ներսիսյանը, իսկ բուժքույր Վայլա խաղում էր Արուսը։ Սիրահարված է գումարտակի հրամանատարին, որտեղ Հրաչյա Ներսիսյանն է, գիտեք, երիտասարդ ինչ շարմով։ Ուրեմն կա մի տեսակ, որ ռազմից հետո գալիս է ահա որ հոգնած Հրաչյան, նստում է նստարանին, այսպես նիրհում է, քունը տանում է, հազիվ մի քանի րոպե ժամանակ։ Ու Արուսը նստում է, այսպես կամաց գլուխ իջեցնում է իր ծնկին, իջեցնում է։ Պիտի տեսնեք, թե ինչ սեր էր հորթում նրա լռության մեջ, այդ պաուզայի մեջ, ձեռքերը բարձրանում են, ուզում է շոյել, բայց պահում է, հոտոտում է, մի արտակարգ բան էր, ու սկսում է օրորոցային երգել նրա համար, արտակարգ բան էր, Արուսը այդպիսի դերասանուհի էր, մեծ դերասանուհի էր, եւ շատ մեծ մարդ, որտեղ այդպիսի պարզության կին հնարավոր չէր պատկերացնել։ 1960-70-ական թվականներին երկու հայ մամիկների տեքստով փոքր բովանդակությամբ մեծ դերակատարումները նոր ու բարձր դիսկ հաղորդեցին Ասրյանի արվեստին։ Երկու դերերն էր հայ ժողովրդի մեծ վշտի, եղերնից փրկված որդեկորույս Անօթևան սիրտ կեղեքող կերպարներ։ Առաջինը որդեկորույս մայրն էր, Զարզանդ Դարյանի Հանրապետության նախագահը պիեսում, իսկ երկրորդը Ջոնիի տատը Վիլյամ Սարոյանի Իմ սիրտը լեռներում է մեկ գործողությամբ պիեսում։ Դերասանուհին ընդգծված քնքշությամբ է ներկայացնում բռնագաղթված հայ կնոջ տիպարը, որը գաղթի ճանապարհին կորցնելով հարազատներին Հայաստան է հասցնում անօրեններից փրկված հայոց հինավուրց մի ձեռագիր, հայ ժողովրդի հոգևոր հարստության թանկագին գանձերից մեկը։ Հիսուս Քրիստոս, ընչի չմնաց աշխարհ, մեզի թողեց իդա կրակներու, դժոխքի մեջ ինքը համբարձավ բազմեց երկնի գայ։ Բայց բաբելական կրակը ընչի թափեց հայու գլխին քունքյանով,
քեզ կսեմ պատասխանեմ Քրիստոսի ծառա, Աստված է ինձ զուլում բերեց աշխարհ։ Մշակութային գործիչ Ասքանաս Աճեմյանը, տեսնելով Ասրյանի դերակատարումը, հետևյալ քառատողն է նվիրել նրան՝ մեր սիրեցյալ մամիկին Արուս Ասրյանին, որ աշխարհը շեն ու խաղաղ լինի, որ մարդը մարդուն լինի կարեկից։ Սպանել բառը իսպառ վերանա, որբ ու որբանոց երբեք չլինի։ Հարգանքով Ասքանաս Աճեմյան։ Ջերմությամբ եմ հիշում տատիկիս Արուս Ասրյանին։ Զարմանալի կին էր, զուսպ, համեստ, քչախոս, շատ միամիտ։ Ինքն իրեն ասում էր, ես շաշ լորեցի եմ։ Այնքան միամիտ էր, որ հիշում եմ, երբ արժանացավ ՍՍՀ ժողովրդական դերասանու կոչման, Անտոն Երվանդովիչ Քոչինյանը զանգահարեց մեր տուն եւ խոսեց իր հետ, ասեց. «Տիկին Արուս, շնորհավորում եմ ձեզ այս բարձր կոչման համար, ՍՍՀ ժողովրդական դերասանու կոչման համար»։ Արուսը լսեց, չհավատաց, կարծեց, որ ինչ որ դերասան կատակում է եւ ասեց. «Ինչպես չեք ամաչում, ես մեծ կին եմ, ինչի եք ձեռք առնում ինձ»։ Այդպես էր։ Հետո զանգահարեց հորս, ասեց. «Ալյոշա, ճիշտ եմ ասում, իսկապես ստացել է այդ կոչումը»։ Արուս Ասրյանի առավել ազդեցիկ ու մնայուն կերպարներից է Ջոնիի տատիկի դերակատարումը։ Ջոնիի տատը ոչ միայն անուն չունի, այլև առանձնապես մի կարգին տեքստ էլ չունի։ Ասրյանը խոսքի պակասով դերը գործողությամբ է հարստացնում, հոգատարությամբ է լցվում դեպի որդին ու թոռնիկը, որի լեզուն չի էլ հասկանում։ Ասրյան տատիկի դերակատարումը բարձր է գնահատել նաև Պարույր Սևակը։ Ջոնիի տատի ներկայությունը այն պատերազմական շրջանի խտացրած պատմության անխոս արձագանքն է, երբ տատն ու թոռը տարբեր լեզուներով խոսելով իրար չեն հասկանում։ Ջոնիի տատը, որին մարմնավորում է Արուս Ասրյանը, իր դերը տանում է կատարելությամբ, լռելն էլ արվեստ է, եւ ինչպես լավ է լռում տատ Ասրյանը։ Իսկ ինչ արժեք հայլվածքը միայն, փոքր-ինչ ճկված ձեռքը մեջքին, եզրափակում է խոսքը Պարույր Սևակը։ Karung jan garune ari bane rusirata gund gunta vah karung jan garune Karung jan garune Ari bane rusirata gund gunta Թատերագետ Գևորգ Աբաջյանը գրում է. Արուս Ասրյանի արվեստը սերմանում է մարդու մեջ բարին, առաքինին, գեղեցիկն ու վեհը, եւ հանդիսատեսը բեմի իր քրմուհուն հատուցում է անխառն ու քնքշագին սիրով։ Արուս Ասրյանն իր դերասանական վարպետությունը ցուցադրեց նաեւ կինոյում եւ հեռուստատեսային բեմադրություններում, ամենուրեք նվաճելով հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Իր բեղմնավոր աշխատանքի լուսավոր ու բարձր արվեստի համար դերասանուհին պարգևատրվեց աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1972 թվականին արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Այդպիսի համեստին անհնար էր պատկերացնել։ Միայն մի փոքրիկ էպիզոդ։ Ես մտնում եմ Սունդուկյանի թատրոն, մի կել տեսնում եմ կտրուկ շուռ եկավ, ինքը հետևով ծառայողական մտքից եմ մտնում։ Ուրեմն շուռ եկավ ձախ անկյունում, հետևով կանգնեց անկյունում։ Նայում եմ, դե ինքը փոքրակազմ կիներ։ Նայում եմ, տեսնում եմ Արուսն է։ Անչափից մոտեցա, տեսնում աչքերը սրբում է։ Սենց գրկեց հուսերից շատ փոքրիկ, գողտրիկ, մինյոն ֆրանսիացի կասում են, այդպիսի կիներն է։
ասում Արուսարությունյանը ինչի պատահել լուր սփում է չի կարողանում խոսել ինքան զգացմունքային կիներ կախեցին էլի կախեցին ասում եմ ինչը փակցրին տախտակի բարձրացի տես ինչ եղել էլի դերաբաշխում արեց ես չկամ ու այնպես լաց եղավ էլ չդիմացավ ուրեմն Աճեմյանը իրեն սկզբունքով ոչ մի դեր չի տվել իր ոչ մի դիմադրության մեջ միայն ծերության օրում տվեց Մարե հանրապետության նախագահում այն ժամանակ զարմանալի բան կար ինչ տարբերություն այն օրվա եւ այսօրվա ռեժիսորների հետ որոնք նույնիսկ հայրենիքում չգտնվող կանանց պահում են բանում կոլեկտիվում եւ աշխատավարձ են գրում ուրեմն Արուսին երբեք դեր չէր տալի որ հանկարծ իրեն կողմնակալության մեջ չմեղադրեն Ռեժիսորները գրեթե միշտ օգտվել են Արուս Ասրյանի երաժշտական կարողություններից։ Նա պարզապես դերասանուհի չէր, նա օժտված էր նաև հրաշալի ձայնով։ Ասրյանն իր հուշերում գրել է. «Երգը ինձ համար եղել է կյանքի ընկեր, եւ եթե երգը չլիներ, ես գուցե չհասնեի այն աստիճանին, որին ես հասել եմ։ Ես երգել եմ մանկության օրերին, դպրոցական ցերեկույթներին, այնուհետև երգը ինձ տարավ եկեղեցի։ Այնտեղ ես երգել եմ պատարակների ժամանակ։ Հետո երգն ինձ ուղեկցել է օպերետներում եւ Անուշ օպերայում։ Քաղաք չմնաց Գեղ չմնաց, գերմանեն կատաղած գազանի պես կգա, կավիրե, կսպանե, ուրթևեր թապ, 40 տարի ընկել է աշխարհի ջանին ու կկոտոշե, բան չկա, մեկ էլ տեսար կոտոշ, իր տիրոջ փոր մտավ, Դե, նիտենք տկայինգը, տղամարդ ոչաղ կերնի։ Դու ես մնացել մեր տան տղամարդ, իմ հոգին, քո մե մազեն է կախվան, Երկնք են թրջում է այրուպլանը մեզ եսպես արեց կյապուրը գերմանը մեզ եսպես արեց կյապուրը գերմանը Արուս Ասրյանի երաժշտական ընդունակությունները փոխանցվել են որդուն, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանին, այնուհետև թոռանը Վարդան Աճեմյանին։ Ասրյանը մեծ հույսեր է կապել թոռնիկի հետ, գրելով. «Իմ լավ Վարդանիկ ջան, դու էլ սկսել ես երգեր գրել ու լավ երգեր։ Ես ուզում եմ, որ դու ստեղծես ավելի լավ գործեր, որում ես խիստ համոզված եմ։ Դու սիրում ես աշխատել, իսկ աշխատանքը մեծ նշանակություն ունի կյանքում։ Բավական չէ միայն տաղանդը, տաղանդի հետ միասին պետք է ունենալ աշխատասիրություն։ Դու հիանալի մարդ ես, ազնիվ, նվիրված, մաքուր սիրտ ունես, քո գործերն էլ այդպիսին կլինեն։ Երբեք չկտրվես ժողովրդից»։ Ես անչափ երախտապարտ եմ իրեն։ Երախտապարտ եմ այն երգերի համար, որ նա սովորեցրեց ինձ մանուկ ժամանակ, ժողովրդական երգեր, որոնք չունեին այն բոլոր ազդեցությունները, որոնք հիմա ունեն մեր երգերը, մաքուր կեղճկական, զուլալ մաքուր երգեր։ Ես շնորհակալ եմ նրա համար, որ ամեն կիրակի ինձ տանում էր Էջմիածին, մենք լսում էինք պատարակը եւ իմ ամենամեծ երաժշտական տպավորությունը ստացել եմ Եկմալյանի պատարակից։ Ես շնորհակալ եմ նրա համար, որ միշտ տանում էր ինձ իր հետ թատրոն եւ ես ականատես եմ եղել այն հիանալի ներկայացումների։ Ես ներկա եմ եղել, ես տեսել եմ մեծերին, շփվել եմ նրանց հետ։ 1973 թվականին Վարդան Աճեմյանը իր սիրելի տիկնոջը, դերասանուհի Արուս Ասրյանին հետևյալ խոսքերով պետք է բնութագրեր. «Մեր այս միությունը խոստովանում եմ, գործել է իմ օգտին, փոխարենը տուժել է դերասանուհին։ Ահա առաջին անգամն է, որ փորձում եմ խոսել դերասանուհի Ասրյանի մասին, եւ դժվար է ինձ համար անկաշկան դրսևորել նրան ըստ իր արժանինքների։ Ու դարձյալ մնում եմ նրա պարտապանը։ Եվ երբ այս ամենը գումարվում է Արուս Ասրյանի արտիստական ու մարդկային բարձր առաքինություններին, կրկնապատկվում են իմ հիացմունքի, իմ շնորհակալության զգացմունքները նրա հանդեպ»։
Հիշում եմ նոր տարվա շեմիներ տատիկս Արուսասարյանը գործել էր գլխարկ իր համար եւ այդ գլխարկը կանաչ գույնի էր այն ժամանակ շատ ընդունված էր գործում էին ինչ որ գլխարկներ էին գործում բան մոդա էր այսպես ասած եւ այդ գլխարկը այդպես դրել էր սեղանի մոտ Հաչեմյանը տեսել էր ինչ որ կանաչ թելեր բան եւ ծայրից այդ գլխարկի սկսեց այսպես քանդել ծխում է բան քանդում է քանդեց մինչև վերջ եւ քանի որ նոր տարի էր տոնածառ կար այդ կանաչ այդ թելերը այսպես շրջապատեց այդ տոնածառի շուրջ եւ շարունակեց դիտել հեռուստացույցը երբ պահը եկավ արդեն պետք է գնային թատրոն Արուսը սկսեց ման գալ իր գլխարկը ուրա որտեղ եմ դրել ինչ եմ արել վերջը երբ ուրեմն պարզվեց ասեց այդ կանաչ ասեց հեսա տոնածառի տակ Բարև բրինջան Տակշուրը չափել ես Չափել եմ 36 առավոտը 37 է վառում է բրինջան հա Կողքի սենյակում հենց նոր խմում էինք ընկեր Պատկանյանը խմեց Հիպոկրատի կենացը ճանաչում եք Տակշուրը չափել ես Ինչի՞ց ես գանգատում քույր Վահե անունով մի տոր ունի նրանից Ապա բիսիտ ես լսեմ 75 80-ս նոր եմ լրացրել Լավ Որտեղից ես քույրի Ստեփանավանից Բնիկ Առած ջալալովլի էին ասում Ձեր կողմերոտ ամենալավ ոտն է Օթը, բա բնությունը, բա ժողովուրդը Ապա մի թոքերտ եմ լսեմ Թոքերս Ստեփանավարի է Շնորհակալ եմ Նոր մահոտն է գալի Շնորհակալ եմ բժիշկ Կամած բժիշկ Կամած Ապա խորոշից քաշի է շուրջդ պայիր Երկու անգամ հազա Հանգիս շնչիր շունչ Թոքերմդ ոչիշ կա Բան չկա, բայ կորան ապ ես էդ ինչ ես ասում Ձեր կողմերով Արուսասարյանին մեծ ցավ պատճառեց ամուսնու Վարդան Աչեմյանի մահը Թե հոգեբանական ինչ ապրումներ է ունեցել դերասանուհին որոշ մասը հանձնել է թղթին Ասարյանը շատ ծանր է տարել նաև իր խաղընկերների կորուստը Ուշագրավ է Գուրգեն Ջանիբեկյանի մահվան արդիվ գրած սրտի խոսքը Աչեմյանից հետո այս կորուստը երկրորդ մեծ հարվածն էր ինձ համար Գուրգեն Ջանիբեկյանը եղել է իմ լավագույն անփոխարինելի ընկերը որի հետ տարիներ շարունակ ստեղծագործել ենք տեսել լավ ու վատ օրեր վիճել ենք սիրել միմյանց Հիմա դժվար է առանց նրա ես ինձ կրկնակի որբացած եմ զգում հոնգուր արտասվում եմ մեր Գուրգենի համար Ես հպարտ եմ շատ, որ իմ համեստ կարողություններով ես կարողացա այդ փառավոր դերասանուհու հետ անել 3 ներկայացում ինքը դյուրահաղորդ կին էր եւ զարմանալի բան նա դարձավ վաստակավոր դարձավ ժողովրդական դարձավ ՍՍՄ ժողովրդական արտիստուհի բայց նրա նկարագրի մեջ ոչ մի փոփոխություն չկատարվեց զարմանալի անմիջական մանկամպես անմիջական էր կարծես ամբողջ իր օրգանիզմի վրա նյարդերը դրսում էին այնպես էր ընկալում այնպես դյուրազգաց էր ու անմիջապես արձագանքում էր շատ անմիջական կին էր շատ հավատավոր կին էր շատ զարմանալի նատուրա էր եւ ջերմությունը մտերմությունը անմիջապես ստեղծում էր այդ Արուսասարյանը սիրեց բեմն ու բեմական արվեստը ամբողջ կյանքը նվիրեց այդ հրաշք աշխարհին նրա մոտ գերիշխեց լավատեսությունը երիտասարդական խանդավառությունը Ասարյանի կյանքի եւ բեմական գործունեության վարակույրը փակվեց միաժամանակ որից հաշված օրեր առաջ դերասանուհին պետք է թղթին հանձներ իր պատգամը մեզանից շատերն են գնացել հայ բեմին նվիրված շատ տաղանդավոր դերասաններ իհարկե տարիները կհոսեն կգնան կծնվեն նորերը ուզում եմ որ նորերը բեմը սիրեն այնպես ինչպես մեր մեծերն էին սիրում ինչպես մենք ենք սիրել